Սաքսական ճանապարհը Եկեղեցու դեմ արշավ չի սկսել, եկեղեցի եւ պետություն արդեն տարիներ շարունակ են իրար հետ համագործակցություն ունեն, այսինքն երբեք էլ չի ունեցել, հա, եկեղեցին ունեցել է բիզնեսմեն տերտերներ ցավոք, այս վերջին 2 տասնամյակին առհասարակ բիզնեսմեն տերտերներ եւ այսօր պայքարը, ես իմ անձնական կարծիքն եմ ասում, այսօր պայքարը գնում հենց բիզնեսմեն տերտերների։ Մենք էլ իմանանք էլ այդ մարդկանց իրենց օրինակ Ես չեմ ճանաչում անուններով։ Բա հիմա ասում եք ստացվում է։ Չգիտեմ, չեմ էլ ուզում իմանալ։ Ես եկեղեցի գնում եմ, ես շատ կուզեի, ես եկեղեցի գնայի եւ ստանայի օրհնություն այն մարդկանցից քահանաներից, ովքեր Աստծո, հա, պահանջներով եւ Աստծո պատվիրաններով են եկեղեցում, բայց ցավոք սրտի ես գնում եմ եկեղեցի եւ Աստծո նկարի առաջ եւ Աստծո առաջ եմ մոնվառում, ոև չեմ Հա դուք եք Արկեն Խաչատրյան ներողություն ասեք Նիկոլ Փաշինյան վեհապարի գիտեք այն պատերազմը որ գնում է քաղաքական ուժ քաղաքական հա ինչպես դուք եք ասում քաղաքական ուժ եւ եկեղեցի ես այդ մատի եւ մատանու արանքում չեմ պատրաստ Նիկոլ Փաշինյանը շաբաթների առաջ հայտարարել որ խումբ ձևավորելու վեհարանը ազատելու դուք ձեր կուսակցությունը եւ անձամբ դուք մենք ոչ մի նման ազատումներ կամ որևէ հա խմբերում երբեք ներգրաված չենք եղել ներգրաված Սասնա ծռերի ժամանակ չենք եղել ներգրաված տարբեր հա դրանից եկող տարբեր 18 թվականին է ոչ հանրապետություն կուսակցությունը չի մասնակցել փողոցային պայքարին հեղափոխության ժամանակ Նիկոլ Փաշինյանի գալուն ոչ իհարկե դեմ չենք եղել մենք տարիներ շարունակ պայքարել ենք Սերժա Քոչարյանական կլանի հեռացման բայց մենք ունեինք մոտեցում պայքարի տարբեր ձևերի ընդհանրապես Խաչատրյան այսինքն ձեր պատասխանի դուք չեք կիսում իշխող ուժի Ես նման բան չեմ ասել, նորից եմ ասում, մենք քաղաքական ուժ ենք, մենք քաղաքական ուժը մեր հայտարարությունները անում է, հայտարարությունների շրջանակներում ձեր ենթադրություններն արեք։ Մի տեսակ հոգու խորքում ոնց որ դուք էլ ձեր սրտով չի այս ամեն ինչը, ինչ որ ԿՊ-ն իրականացրել, հա։ Իսկ ով ասեց որ Եթե ուզում եք իմ անձնական կարծիքն ունենալ, ես որպես մարդ, որպես երևանցի, որպես Հայաստանի Հանրապետության քաղաքացի, իմ անձնական մոտեցումն ասեմ, ես երբեք կաթողիկոսին որպես կաթողիկոս չեմ ընդունել, նաև ես չեմ կարողացել, այդ այն կաթողիկոսն է, որի կաթողիկոս ընտրվելու առաջին իսկ բառերն եղել են հոկտեմբերի 27-ը եղել ազգային ժողովում, այդ այն կաթողիկոսն է, որը մի քանի ժամ թաքցրել է, որ հոկտեմբերի 27-ը եղել ազգային ժողովում, ինքը իմացել է արդեն, թաքցրել է, որպեսզի իր ընտրությունները լինեն, նոր ասի, որ հոկտեմբերի 27-ը եղել, որ հանկարծ իր ընտրությունները պրավալի չգնան։ Իդեպ Տիկին Խաչատրյան, այդ որ ասում եք բիզնեսմեն տերտերներ, որպեսզի մեր կապարանոց չհնչի։ Ուրիշ հարցեր, եթե կան, խնդրեմ, չեմ որ մեր կապարանոց չհնչի ձեր հայտարարությունը։ Իմ հարցերը երբեք մեր կապարանոց չհնչի։ Ես ասացի Հայաստանի Հանրապետությունում բիզնեսով է զբաղվում օրինակ։ Բազմիցս բենքլիներով ու մնացածով Տիկին Խաչատրյան, մեկ այլ մայցի հարցը կարելի է, հա։ Կապված արդյոք քրեական գործեր կան ինչ փուլում Այո, կան քրեական գործեր, այո, երկրում է եւ ստորագրությունով երկրից չբացակայելու պայմանով են բոլոր ում վրա մեղադրանքներ առաջադրված է եւ բոլորը երկրում են։ Իսկ ինչպես եք վերաբերվում, որ օրինակ Շենգավիթի արդեն նախկին թաղապետը, հա, ծեծի ենթարկել Մաքսին Կալանավորից, իսկ ձեր Ես չեմ կարող դատարանի կամ որևիցե մարմնի հա որոշումներ քննարկել։ Անարդար է դատարանը։ Կադրերը դիտելով Ես չգիտեմ Շենգավիթ վարչական շրջանի ղեկավարի այն ինչի համար կալանավորվել է մանրամասները։ Տիգրան Տեր-Մարգարյանի դեպքով մենք գիտենք։ Այն ինչ եղել է ուղիղ եթերով բոլորը տեսել եք եւ դա չի եղել ծեծ որպես այդպեսին ես իմ ինչպես եւ փոխադարձ է եղել փոխադարձ 5-6 հոգով խփում է փոխադարձ կթողեք ավարտեմ
այն ինչ նորից եմ ասում Շենգավիթ վարչական շրջանի ղեկավարի կալանքի հիմքերում է, ես տեղյակ չեմ տիրապետում։ Մի բան ճիշտ ենք, որ դուք եվրոպական արժեքներով դեմոկրատիային միտված ուժ եք։ Ինձ հետաքրքիր է, դա տեղի ունեցել ձեր թաղապետի մասով։ Ուղիղ եթերում, իսկ նա մենք չենք էլ տեսել, կարող տեղի չունեցել են խեղճ մարդու ռազմիկի գլխին սարքել են օրինակ այս անարդար իրավապահ մարմինները։ Հիմա այդ ո՞նց է լինում, որ ես նորից եմ ասում, չտեսած տանում կալանավորում են Նիկոլ Փաշինյանի օրոքես արդարադատությունը, տեսածը որ ուղիղ եթերում ա եղել, այդ մարդն է վնասվածքներով դուրս է եկել, այդ մարդուն չեն կալանավում։ Գիտեք, արդարադատության առհասարակ մնացածի մասին քիչ հետո նաև ելույթովս մի փոքր այդ մասին բան ունեմ ասելու, ես բազմիցս եմ ասել, որին ձեր թիմակցին չկալանավոր, դատապարտեք որ չեն կալանավորել օրինակ։ Ես դա դատարանի որոշում է գործը ընթացքի մեջ է կորոշեն։ Արտակ Գալստյանի մասով ինչ կասեք, այստեղ ես հայտարարություն արել եմ նախապես Արտակ Գալստյանի մասով եւ ասել եմ, որ այն ավականու անդամը մենք դեմ ենք քվեարկել նախագծին, որովհետեւ Արտակ Գալստյանի ավականու դալիճում չներկայանալը դա իր սեփական կամքով չի, դա հարկադրաբար չներկայանալը օրինակ ոչ, ասենք նման մյուսներին Զարուհի Փոստանջանին վերցնում, բերում, դնում են իրենց սեփական նախագծերը, քվեարկումա գնում է, իսկ Արտակ Գալստյանին իր կամքին հակառակա, որ ինքը չի գալիս։ Բայց մի բան այլ է, չէ՞ որ հայտնվել այս կանանցի։ Բայց չունենք, տեսեք, կա նաև անմեղության կանխավարկած, ես չեմ կարող բանել, երբ կլինի դատարանի որոշում, Արտակ Գալստյանը ինքնըստինքյան ձերև ԿՊ-ի Արտակ Գալստյանը այնտեղ գտնվել է դրա համար ես նորից եմ ասում, բերեք մյուս այդ համանուն խմբակցության այլ ավականու անդամի, որը իր ոտքով է բացակայում չի գալիս, մենք պատրաստ ենք քվեարկել։ Կասեք որ քաղաքական հետապնդում է հայտարարություն անեկի